Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, CVK-ի տաղավարում այսօր հյուրընկալել ենք քաղաքագետ Էդգար Առաքելյանին։ Բարև ձեզ, պարոն Առաքելյան։ Շնորհակալություն հրավերին։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Վերջերս տեղեկացանք, որ Եվրամիությունը Հայաստանին տրամադրելու է 15 միլիոն եվրո հիբրիդային պատերազմների դեմ պայքարում։ Դրանից հետո շատ ծանր տարան Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, նա համարում է, որ դա Եվրամիությունը միջամտում է Հայաստանի ներքին գործերին, ինչպես դա արել է Մոլդովայում հենց շեշտված, եւ կարծեք թե նույն այդ ռուսական թելը թելում են Հայաստան Դաշինքի падգամավորները, մասնավորապես Իշխան Սաղաթելյանը, Գառնիկ Դանելյանը, նրանք նույնպես կարծում են, որ Եվրամիությունը միջամտում է Հայաստանի ներքին գործերին։ Նրանք մոլդովական սցենարից են վախենում։ Տեսեք, արձագանքը ես կարծում եմ բնական է եւ ակնկալելի, քանի որ ըստ էության անձիկ, որոնց դուք նշեցիք, փաստացի դարձել են մի տեսակ հիբրիդային պատերազմի գործիքներ ինչ որ առումով Հայաստանի դեմ երբեմն եւ բնական է որ այդ արձագանքը կստանայինք տեսեք այստեղ տարօրինակը հետեւյալն է հիբրիդային պատերազմը այսօր պետությունների դեմ վարվող պատերազմի ձև է այսինքն մի A պետությունը երբ որ ցանկանում է պատերազմել B պետության դեմ առաջինը դա իրականացնում է նախ եւ առաջ հիբրիդային պատերազմի միջոցներով եւ գործիքներով դա ապատեղեկատվություն է, դա տեղեկատվական արշավներն են, գրոհներն են, դրանք ներսում իրենց ուրեմն պրոքսի ուժերի ու անհատների միջոցով ներքաղաքական հանրային կյանքը մշտապես լարվածության մեջ պահելն է եւ այսպես շարունակ եւ երբ որ օրինակ որևէ երկիր ցանկանում է Հայաստանին հիբրիդային պատերազմի դեմ ուրեմն պատրաստվելու համար աջակցել միջոցներ տրամադրել սա բնական է անբնական է երբ որ ինչ որ մարդիկ դժգոհում են որ Հայաստանին օգնում են պատերազմի այդ տեսակի դեմ ուրեմն չընկրկելու պատերազմի այդ տեսակի դեմ պայքարելու համար եւ այստեղ գիտեք դա նույնն է գրեթե երբ որ օրինակ Ֆրանսիային մենք մեղադրենք որ օրինակ Հայաստանին տրամադրում է Ցեզար հրետանային համակարգերը իր անվտանգությունը բարձրացնելու սահմանների պաշտպանությունը բարձրացնելու դա նույնը երբ որ Հնդկաստանին մենք մեղադրենք որ Հայաստանի հետ ունի ռազմական խորը համագործակցություն զենքեր է տրամադրում Հայաստանին իր անվտանգությունը ապահովելու համար դա նույնն է էլի թե Միացյալ Նահանգներին մեղադրենք որ Հայաստանին օգնում է ռազմական կրթության եւ այլնի հարցում հիբրիդային պատերազմը նշեցի եւս պատերազմի տեսակ է եւ այո նրանք ովքեր օգնում են Հայաստանին նրանք օգնում են Հայաստանին պատերազմի այդ տեսակի դեմ դիմակայելու իսկ նրանք ովքեր դժգոհ են կարող են ենթադրել որ այդ հենց այդ մարդիկ են Հայաստանի դեմ իրականացվող հիբրիդային պատերազմի շահառուները Այսինքն ընդդիմությունը հենց այդ պատճառով է աղմկում։ Իրենք իդեպ նաև ավելացնեմ, ասում են, որ Հայաստանի Հանրապետությունը դրա անվան տակ կվերցնի եւ կօգտագործի իրենց դեմ թիրախ դարձնելով ընդդիմությանը։ Կներեք Հայաստանի Հանրապետությունը կամ այն ֆինանսավորումը, որը կտրամադրվի, բնականաբար այդ ֆինանսավորումը տրվում է նպատակային եւ Եվրամիությունը հսկելու է դրա ծախսման նպատակները եւ չի կարող այնպես պատահել, որ դա օգտագործվի որևէ անհատի կազմակերպության դեմ, եթե այդ անհատներն ու կազմակերպությունները իհարկե հենց այդ հիբրիդային պատերազմի գործիքներն ու որջերը չեն Հայաստանի Հանրապետության դեմ եւ Հայաստանի Հանրապետությունը։ Ինչ է կարծում կհաջողվի մինչև ընտրություններ նման հարձակումները կանխել, թե ավելի վատ դրսևորումների ականատես կլինենք, հատկապես երբ արհեստական բանականության գործիքները կիրառվում են լայնորեն ընդդիմության կողմից։ Երեկ էլ մամուլում բացահայտել են, որ Հայաստանում 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ արտաքին դերակատարները սկսել են կիրառել հայալեզու լսարանը թիրախավորող հիբրիդային պատերազմի այնպիսի գործիքներ, որոնք նախկինում լայնորեն կիրառվել են հետխորհրդային այլ երկրներում ու Եվրոպական միությունում։ Տեսեք, մարդիկ ովքեր մի փոքր պրոֆեսիոնալ են եւ տեղյակ են տեղեկատվական հոսքերից կարող են անալիզ անեն, հայ այդ հիմնականում պրոֆեսիոնալ հանրությունը եւ մեդիա գրագիտություն ունեցող որոշակի մակարդակ ունեցող քաղաքացիները նրանք ըստ էության տարբերում են թացը չորից, նրանք տարբերում են կեղծ տեղեկատվությունը, բայց լայն հանրության համար շատ հաճախ այո արհեստական բանականության միջոցով գեներացված այդ նյութերը բավականին ուրեմն խոցելի են եւ դրանք կարող են հետևանքներ ունենալ բնականաբար ասել որ մինչև 26 թվականի ընտրությունները դա ամբողջությամբ հնարավոր է վերացնել իհարկե ոչ սա գործընթաց է հատկապես արհեստական բանականության
հնարավորությունների զարգացման պայմաններում սա գործընթաց է, որ գնալով կարող է ավելի մեծ թափ հավաքել, քանի որ սպառնալիքները կամ քանի որ կամ պետություններ միգուցե, որոնք իսկապես ցանկանում են Հայաստանում մշտապես այդ լարումները պահել եւ հետեւաբար այդ սպառնալիքները երբեք չեն կորչում, այլ հարց է, երբ որ մենք կարողանանք ստեղծել համապատասխան գործիքներ, ստեղծել համապատասխան գիտելիքներ մեր հասարակության եւ քաղաքացիների մոտ եւ այդ գործիքների ու գիտելիքների միջոցով փորձել կառավարելի դարձնել այդ հիբրիդային հարձակումները, իսկ հիբրիդային հարձակումներ միշտ լինելու են, կրկնեմ, հատկապես հաշվի առնելով տեխնոլոգիական եւ արհեստական բանականության հնարավորությունները։ Իհարկե, այդ արհեստական բանականության գործիքները ամբողջությամբ օգտագործվում են Հայաստանի դեմ, Հայաստանի հասարակության դեմ, ոչ միայն արհեստական բանականության, այլ նաև կա այսպիսի մի պրիմիտիվ գործելավոճ, երբ որ օրինակ երրորդ երկրների ինչ որ կայքեր են բացվում ժամանակավոր կամ այսպես ճակերտների մեջ լրատվամիջոցներ կամ վարձու մարդիկ, ովքեր երրորդ երկրներում ֆրանսիացու, գերմանացու, ամերիկացու, չգիտեմ, անվան տակ Հայաստանի ղեկավարության, Հայաստանի վարչապետի դեմ կեղծ տեղեկատվություններ են դնում այդ կայքերում եւ այդ հիբրիդային պատերազմի գործիքները նաև Հայաստանի Հանրապետությունում, նաև մեր երկրից դուրս, տվյալ դեպքում նաև շատ են ուրեմն աղբյուրները Ռուսաստանից, վերցնում են, այսինքն ապահովում են իրենց հղման աղբյուրը, ապահովում են այդ աղբյուրը, որպեսզի այսպես օրենքի առաջ իրենք խնդիր չունենան, ցույց տան, որ իրենք հղում են կատարել պարզապես այդ աղբյուրներին, լավ իմանալով, որ դրանք կեղծ են, բայց միևնույն է, նրանք բերում են այդ կեղծ ինֆորմացիան Հայաստանի Հանրապետության հասարակության մեջ մեր տեղեկատվական դաշտ, դրանով նաև ապակայունացնելով իրավիճակը եւ այն լրատվամիջոցները, այն անհատները, այն ուրեմն խմբերը, այն քաղաքական ուժերը, ովքեր օգտագործում են ակնհայտ կեղծ այդ լրատվամիջոցների տեղեկատվությունը, ովքեր ցիտում են այդ տեղեկատվությունը, ովքեր տարածում են այդ տեղեկատվությունը, այո, ես համարում եմ, որ այդ մարդիկ, այդ լրատվամիջոցները, այդ հանատները, այդ խմբերը, այդ քաղաքական միավորները դրանք հանդիսանում են օտարերկրյա պետությունների հիբրիդային գործիքները Հայաստանի Հանրապետության դեմ։ Խոսենք նաև ներքաղաքական զարգացումների մասին։ Սամվել Կարապետյանի մեր ձևով շարժումը հայտարարել է, որ 2026-ի սկզբին համաժողով են անելու, կուսակցության հիմնադրման մասին են հայտարարելու եւ հենց այդ ժամանակ էլ վարչապետի տեխնացուի անունն են հայտարարելու։ Ըստ ձեզ ով կլինի։ Ես կարծում եմ, որ իրանց տեխնացուն այո մարդն է, ով այսօր, այսինքն Սամվել Կարապետյանը հենց եւ պատահական չի, որ իրենք հայտարարում են, որ ինչ որ նոր դեմք է լինելու եւ այլն, բայց երբ որ նայում ենք իրենց եթե Սամվել Կարապետյանը լինելու, ապա պետքա իրանց հիասթափեցնենք, ասելով, որ Սամվել Կարապետյանը երբեք էլ նոր դեմ չի, քանի որ Սամվել Կարապետյանը իր եղբայրը, ով ժամանակին եղել է նաև հանրապետական կուսակցության падգամավոր, եղել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը, այս Սամվել Կարապետյանը որպես բիզնեսմեն, օլիգարխ, նաև ֆինանսական առումով եղել է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանությունների քաղաքական եւ տնտեսական հնասյուներից մեկը եւ այդ տարիներին տեղ ունեցած իրադարձությունների, այդ տարիների ուրեմն արհավիրքների հետ կապված, ուրեմն իրենք նույնպես կրում են քաղաքական պատասխանատվություն, առնվազն քաղաքական պատասխանատվություն, իսկ իրավական դաշտում մենք տեսնում ենք, թե օրինակ նույն հեծի հետ կապված, այլ թեմաների հետ կապված ինչ իրավական գործընթացներ են տեղի ունենում եւ այսպես գալ բեմին կանգնել եւ հայտարարել, որ ինչ որ նոր դեմքեր են, նոր անուններ պետքա լինեն, նոր դեմքեր ու իրենց դասեն այդ նորերի շարքում, ես կարծում եմ ծիծաղելի է, քանի որ կրկնեմ, իրենք ամենահին հներից էլ հին են։ Բայց օրինակ նույն Նարեկ Կարապետյանը անընդհատ խոսում է, որ երբ իրենք կան գործազրկության մասին է հարց բարձրաձայնում, աղքատների կրճատման մասին է խոսում, այն ժամանակ չկար այդ խնդիրը։ Նախ ձեր նշած անձը պետքա կոնկրետ գնահատական տա, այ որ ասում եմ նախկին նախագահները, հա, ինչ որ ատելության, թե հակակրանքի լծի տակ են, բեռի տակ են եւ այլն, ինքը պետքա գնահատական հստակ տա ինչու են այդ մարդիկ օրինակ հակակրանքի լծի տակ, այսինքն բացատրի օրինակ հենց օթից չի էլի, ինչու են հակակրանքի լծի տակ, իրենք երբ հասկացան, որ այդ մարդիկ այդ հակակրանքի լծի տակ են եւ ամենակարևորը ուրեմն այդ դեպքում
ինչու են իրանք այդքան տարիներ պաշտպանում այդ մարդկանց իշխանությունը, չէ որ իրանք հիմա հայտարարում որ այդ մարդիկ հակակրանք են ըստ էության առաջացնում հասարակության մոտ եւ միայն դրանից հետո կարելի է խոսել ուրեմն իրենց քաղաքական գործունեության ու հերանեկարների մասին, քանի որ երբ որ ինքը փորձի խորանալ եւ մանրամասների մեջ խորանա, ինքը կհասկանա, որ այդ հակակրանքի մի մասնիկն էլ իրենց է վերաբերում, քանի որ իրենք եղել են այդ քաղաքական ռեժիմի կրկնեմ քաղաքական եւ տնտեսական հենասյուներից մեկը։ Խոսենք նաեւ եկեղեցի եւ իշխանություն բավականին երկար ժամանակ տևող այս հակամարտության մասին։ Դուք հանգուցալուծում տեսնում եք, մենք նկատում ենք, որ տարբեր տեսակի բացահայտումներ են լինում, բայց վերջը դեռ չի երևում այս ամենը։ Տեսեք, հանգուցալուծումը այլևս սպառզ է թե ինչ պետք է լինի, այլևս այնպիսի տպավորություն է, որ այս մարդկանց օրինակ on-line ռեժիմով նկարես իրենց արածների մասին եւ ցույց տաս, իրենք միևնույնն է ասելու են, չէ, այդ մենք չենք, այդտեղ էլի կարող է բերեն արհեստական բանականության եւ այլն, բայց տեսեք բացառիկ բան է տեղ ունեցել եւ ես կարծում եմ սա էլի աշխարհի մասշտաբով ուրեմն բացառիկ բան է, մեր երկրի ազգային անվտանգության ծառայությունը ձեր լրատվամիջոցին հաստատել է տեղեկությունը եւ փաստաթուղթ է ներկայացրել, որ այո Կտրիչ Ներսիսյանի եղբայր Եզրասը, ով ղեկավարում է մեր ուրեմն առաքելական եկեղեցու շատ կարևոր թևերից մեկը, հանդիսացել է ուրեմն նախկին սովետական միության KGB-ի պետական անվտանգության այդ կոմիտեի հավաքագրված գործակալ, ավելին ԱԾ-ն ասել է, որ այդ մարդը փաստացի այսօր էլ շարունակում է համագործակցել օտարերկրյա գաղտնի ծառայությունների հետ։ Ես կարծում եմ սա բավական է, որպեսզի եւ Եզրասը եւ իր եղբայր կաթողիկոսը հեռանան այդ պոստից, քանի որ իրանց մեղադրում են ըստ էության փաստացի ուրեմն դա պետական դավաճանությանը հավասարազոր մեղադրանք է ու երբ որ մարդիկ ասում են որ տեսեք այս սուտ է կամ չգիտեմ ինչ է իմ մոտ ես նաև իմ հարցազրույցներում նշել եմ եթե սուտ է օրինակ եթե ինչ որ մեկը ինձ նման մեղադրանք առաջադրի որ ես օտարերկրյա գաղտնի ծառայության գործակալ եմ առաջի բանը որ ես անելու եմ պահանջելու եմ հերքում եւ երկրորդը գնալու եմ դատարան եւ ուրեմն հայց ներկայացնեմ այդ մարդկանց կամ կազմակերպությունների վրա Եթե ես իսկապես մաքուր եմ, բայց եթե ես իսկապես այդ գործակալն եմ, ապա իմ քայլը բնականաբար կլինի փորձել շեղել ուշադրությունը, փորձել ուրեմն պատճառաբանություններ բերել եւ այլն, չնայած երկրորդ դեպքում էլ ուղին էլի դատարանն է, քանի որ ըստ էության սա խնդիր է, որը ուղղված է փաստացի մեր պետության ազգային անվտանգությանը, որի մասին նաև ասված է ազգային անվտանգության ծառայության պատասխանի մեջ։ Ձեզ համար սա նորություն էր, այն ինչ որ հայտնեց։ Անկեղծ ինձ համար նորություն չէ, անկեղծ այն ինչ որ կատարվում է, գոնե ինձ համար նորություն չի, քանի որ այս 25-26 տարիների ընթացքում մենք ականատես ենք եղել Կտրիչ Ներսիսյանի կողմից եկեղեցին կառավարելու ու մեծ առումով շատ եկեղեցականների վարքի ու բարքի անընդունելի վարքի ու բարքի հետ եւ այն ինչ որ կատարվում է ինձ համար անակնկալ չի անկեղծ։ Եվ նաեւ կխնդրեմ ընդդիմության արձագանքին, անդրադառնանք, երբ տեղեկատվությունը արդեն հաստատվեց ԱԱԾ-ի կողմից, նրանք սկսեցին պաշտպանել Եզրաս Ներսիսյանին, այսինքն նորմալ է որ մեր երկրում կարող են ողջունել ՊԱԿ գործակալին եւ առհասարակ ինչ հետեւություններ կարելի անել այս իրավիճակից։ Հետևությունը միակն է, որ տեսեք, երբ որ ասում ենք ընդդիմություն, հա, այդ կոնկրետ շրջանակները նկատի ունենք, եւ այդ շրջանակների հետ կապված էլ մամուլում բազմիցս նյութեր են տարածվել, որ իրենք կամ իրենց քաղաքական ուժերը ժամանակին հավաքագրվել են այդ նույն ՊԱԿ-ի կամ KGB-ի կողմից եւ գործել են Հայաստանի ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության դեմ եւ իրենց ռեակցիան այստեղ նույնպես ուրեմն բնական է, քանի որ ըստ էության հաշվի առնելով որ նրանցից շատերը էլի ժամանակին հավաքագրված են եղել իրենք հիմա փաստացի արդարացնելով Կտրիչի եղբորը Եզրասին արդարացնում են նաև իրենց գործողությունները, քանի որ առաջիկայում չի բացառվում որ իրենց մասին նույնպես տեղեկություններ կտարածվեն մամուլում եւ իրենք նույնպես ըստ էության պաշտպանելով Կտրիչին կամ Եզրասին ակնկալում են որ առաջիկայում էլ իրենց կպաշտպանեն։
Եվ տեղեկացանք, որ դուք ձեր տեխնատությունը հաստատվել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար։ Կխնդրեմ ասեք ինչպես եք պատկերացնում թիմում ձեր աշխատանքը եւ ի աջակցություն թիմի ինչ գործողություններ եք անելու։ Նախ ես շնորհակալություն եմ ուզում հայտնել քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամներին իմ տեխնատությունը հաստատելու համար, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ առնվազն 2018 թվականից հեղափոխության հենց առաջին օրերից ես ներգրաված եմ եղել այդ գործընթացներում, թիմը ինձ հարազատ է, թիմի շատ անդամների հետ կան ընկերական եւ ջերմ հարաբերություններ եւ նաեւ կա գաղափարական ընդհանրություն, ինչպես նաեւ իհարկե մարդիկ կան, որ հարցնում են ինչու հենց հիմա, քանի որ մշտապես գտել եմ, որ նման որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ է, որպեսզի որոշակի նաև ճանապարհ անցնես թիմի հետ։ Ես կարծում եմ, որ վերջինս 7-8 տարիների անցած ճանապարհը եւ դժվարին եւ բուրըն այդ ճանապարհը կարծում եմ բավարար էր, որպեսզի ես նաև որոշում կայացնեի։ Այսինքն ինձ համար երկընտրանք չկար, որ եթե ես կմասնակցեմ առաջիկա քաղաքական գործընթացներին, ապա բնականաբար մասնակցելու եմ քաղաքացիական պայմանագիր կուսակցության թիմի հետ այդ ցուցակով եւ թերևս ամենակարևոր հանգամանքներից մեկն էլ նա է, որ 2026 թվականը մեր պետության համար շատ կարևոր եւ վճռորոշ տարի է։ Դա լինելու է ջրբաժան, իսկապես ջրբաժան անցյալի ու ներկայի ու ապագայի եւ հետեւաբար ես կարծում եմ, որ ցանկացած առողջ բանական մարդ դա գիտակցելով պետքա նաեւ ցանկանա, որպեսզի իր ներդրումը ունենա այդ շատ կարևոր մրցապայքարին։ Իսկ ինչ վերաբերում է թիմում աշխատելու արդյունավետության մասին, ես ունեմ բավականին քաղաքական փորձ, ունեմ նաև տեղեկատվական դաշտում փորձ եւ կարծում եմ, որ իմ հնարավորությունների չափով կնպաստեմ թիմի եւ հաղթանակին եւ թե արդյունավետ աշխատանքին եւ դա կլինի խորհրդարանից դուրս եւ եթե հնարավորություն կստեղծվի աշխատել խորհրդարանում։ 2026 ընտրական տարի է, մտնում ենք քաղաքական այսպես մեծ հորձանուտի մեջ, կարծեք թե արդեն նշмарվում են որոշակի դաշինքներ, մասնավորապես մեր ձևովը, Արման Թաթոյանն ինչ որ քաղաքական ուժի մասին խոսում, այ դուք որպես արդեն ԿՊ թիմի անդամ, ում եք տեսնում, ում հետ եք պայքարի մրցակցության մեջ լինելու առաջիկա խորհրդանական։ Տեսեք, քաղաքացիական պայմանագիր կուսակցության առավելություններից մեկը նա է, որ այս քաղաքական միավորը, այս քաղաքական ուժը, քաղաքական թիմը ունի հստակ ձևակերպված օրակարգեր։ Այդ տեսեք դուք անուններ եք նշում, այդ անունները ինձ համար ոչ մի բան չեն նշանակում, քանի որ այդ անունների տակ ոչ մի բան չկա որևէ գաղափար, չկա որևէ ծրագիր, չկա որևէ օրակարգ եւ այս մարդիկ շարժվում են հին այսպես մեթոդներով, որ այ մեր կու կոպեկ ստեղից ընդեղից պոկեցին, բերեցին կուսակցություն, հիմնեցին մի քանի հոգու, սենց հավաքեցին շուրժները, ուրեմն իրենք արդեն քաղաքական թիմ են եւ հասարակությունը իրանց պետքա ուրեմն ձայն տա, բայց իրականությունը այլ է, մեր հասարակությունը լավ հասկանում է, թե ինչա կատարվում մեր երկրում եւ նույնիսկ մեր երկրից դուրս, թե որ անհատները եւ քաղաքական ուժերը, ես իրենց նաեւ պայմանական եմ համարում քաղաքական ուժեր, քանի որ դրանք ժամանակավոր ստեղծված ինչ որ միավորներ են, անհատի կամ ինչ որ ֆինանսական միջոցների շուրջ ձևավորված ուրեմն թիմեր են եւ հետեւաբար ես կարծում եմ, որ այստեղ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ունի անհամեմատելի առավելություններ մյուս այսպես ձևավորված եւ ձևավորվելիք թիմերի հետ, քանի որ այստեղ թերևս էլի կրկնեմ, ամենակարևորը դա օրակարգն է, օրակարգի բացակայությունը։ Այդ թիմերի օրակարգն էլ է ձևավորում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ինչ որ առումով իր թելադրած օրակարգով, քանի որ այդ մարդիկ տպավորություն է, որ սպասում են տեսնեն քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ նրա առաջնորդը ինչ են անելու, որպեսզի իրենք հետո արձագանքեն։ Եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ նրա առաջնորդը ոչ մի բան չձեռնարկեն, չխոսեն, ապա իրենք համոզված եմ կլինեն բավականին այսպես վակուումի մեջ։ Դե հիմա եկեղեցու փրկչի դերում են, այս պահին հանդես գալիս։ Դե գիտեք, այնտեղ մարդիկ կան, ովքեր ժամանակին ուրեմն խաչն են մերժել, չգիտեմ ինչեր են արել ու հիմա դարձել են խիստ քրիստոնյաներ եւ եկեղեցին են փրկում։ Իրականում եկեղեցին պետքա փրկել ոչ թե
ժողովրդից, հասարակությունից ու հավատացյալներից, այլ եկեղեցին պետք է փրկել Գարեգինից, Եզրասից ու նրա շուրջ հավաքված այդ հոգևորական խավից, ովքեր այս տարիների ընթացքում փաստացի օկուպացրել են լուսավորչի գահը եւ ըստ էության հանդիսացել են այդ 20 տարիների, հա, Քոչարյանական, Սարգսյանական այդ 20 տարիների ուրեմն կեղեքումների հոգևոր ճակերտների մեջ հոգևոր շարունակողները, քանի որ ինչպես դուք նշեցիք, այն ինչ որ մենք տեսնում ենք, թե ինչեր են բացահայտվում եկեղեցու ներսում, նույնիսկ աշխարհիկ մարդիկ իրենց նման բաներ թույլ չեն տալիս։ Բայց այս մարդկանց համար կարծեք թե ոչինչ են այդ բացահայտումները։ Դե այս մարդիկ, քանի որ իրավիճակ է ստեղծել, որ կարծեք թե այլևս կորցնելու ոչինչ չունեն, այս մարդիկ բնականաբար կարծեք թե տրամադրված են մինչև վերջ գնալու, նաև ինչ որ առումով, քանի որ իրենց հեռանալը կամ չհեռանալը շատ առումով նաև իրենցով չի պայմանավորված, այդ տեսեք ասացինք, որ Եզրասի հետ կապված ուրեմն գործակալական, հա, այսպես այդ բանը բացահայտվեց, սա նշանակում է, որ մարդիկ, ովքեր աշխատում են օտարերկրյա գաղտնի ծառայությունների հետ կամ աշխատել են ժամանակին, այդ մարդկանց վրա այնքան կոմպրոմատներ կա, որ այդ մարդիկ, այսպես ժողովրդական լեզվով ասած, իրենց գլխի տերը չեն եւ իրենք անում են այն, ինչ որ իրանց ասում է այն կենտրոններից, որոնց հետ իրենք աշխատել են կամ համագործակցում են։ Օրինակ վերջերս Բաղրամյան 26 տելեգրամյան ալիքը մի տեղեկություն էր հրապարակել, որ ռուսաստանյան ինչ-որ հատուկ ծառայություններ այսպիսի վերլուծություն են արել, որ Կտրիշ Ներսիսյանը այլևս վերահսկողություն չունի Հայաստանում եւ նա պետք է կամ հրաժարական տա կամ երկիրը լքի եւ այս սցենարի պարագայում իրենք ասում են, որ հրաժարական չպետք է տա, այլ պետք է գնա Ռուսաստան եւ այնտեղից կառավարի հայ եկեղեցին։ Դե իմ ասածը հենց դրա համատեքստում էր եւ ես համոզմունք ունեմ, որ այո, այս մարդիկ նույնիսկ պատրաստ են հայ առաքելական եկեղեցու մաստատման, ես հավատում եմ, որ իրենք, ես չգիտեմ դա կանեն թե չէ, բայց ես հավատում եմ, որ իրանք դրան պատրաստ են, ընդունակ են նման քայլի, քանի որ ինչպես ասացի, իրենք այլևս ըստ էության կորցնելու բան չունեն, իսկ ինչ վերաբերում է Կտրիշ Ներսիսյանի Հայաստանում ազդեցություն ունենալ չունենալու մասին, ապա այդ նույնիսկ ազդեցություն ունենալու մասին խոսակցություններն էլ են չափազանցած, քանի որ Կտրիշ Ներսիսյանը երբեք Հայաստանում ազդեցություն չի ունեցել, քանի որ հոգևոր առաջնորդը, որը երբեք չի առաջնորդել իր հոտին, չի կարող ազդեցություն ունենալ, իսկ ազդեցությունը Հայաստանում այլևս ունենում են հանրության միջոցով, իսկ հանրությունը հաստատ ոչ Կտրիշ Ներսիսյանի, ոչ էլ նրա առաջնորդած ուրեմն հոգևորականների հետևից չի գնալ։ Եվ ամփոփենք քաղաքական տարին, քանի որ տարեվերջ է, ինչպիսի տարի էր ըստ ձեզ քաղաքական մասով։ Ես կարծում եմ, որ բավականին հետաքրքիր եւ շրջադարձային տարի էր ուրեմն 25 թվականը, քանի որ 25 թվականին ուրվագծեցին շատ կարևոր աշխարհաքաղաքական իրադարձություններ, որոնց հետագա զարգացումը Հայաստանին զարգացման, բարգավաճման նոր ուրեմն փուլ են բերելու, դա բնականաբար վարչապետի առաջ քաշած խաղաղության գործընթացն է եւ այդ ուղղությամբ արդեն այլևս իրականացված ուրեմն քայլերը դա նախ եւ առաջ օգոստոսի 8-ին ստորագրված եւ նախաստորագրված փաստաթղթերն են, դա նաեւ այդ փաստաթղթերի համատեքստում այն կոմունիկացիոն հանգույցների բացումն է եւ տնտեսական հեռանկարներ են, որ բացվում են Հայաստանի Հանրապետության առջեւ, դա իհարկե նաեւ Եվրոպական միության հետ նոր օրակարգի ստորագրումն է, որով ըստ էության Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները նոր մակարդակի է բարձրացվում, դա նաև տարբեր էլի շատ կարևոր երկրների հետ ռազմավարական համագործակցության փաստաթղթերի ստորագրումն է, ինչպես նաև դա նաև Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման դինամիկայի պահպանումն է, որը շատ կարևոր է եւ մեծ առումով ամենակարևոր հանգամանքը դրա այդ արդյունքը նաև 25 թվականի խաղաղությունը մենք կարող ենք փաստել, որ 25 թվականին մենք ապրեցինք խաղաղ ժամանակահատված, որը շատ կարևոր է մեր հասարակության ու մեր պետության համար, հատկապես նաև պետության, որը այդ խաղաղ պայմաններում զարգանալու անհրաժեշտությունը շատ ունի եւ կարծում եմ հենց այդ խաղաղության օրակարգը, խաղաղության խաչմերուկը եւ դրանցից բխող մնացած գործընթացները պետքա վերջնարդյունքում բերեն, հանգեցնեն մեր պետության ավելի հզորացմանը եւ զարգացմանը։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք քաղաքագետ Էդգար Առաքելյանի հետ։
Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։